երեկվան Հայկ Մամիջանյան ամբողջովին թեման լուսաբանել է, բացահայտել է։ Դեռևս ձեռնպահ եմ անում այդ թեմայով խոսելուց։ Պարոն նախագահ, ձեր ամեն հարցազրույցից հետո ոչ միայն ԿՊ-ի քննադատությանն ենք ունկնդիր եւ ականատես լինում, այլև իրենց ընդդիմադիր, այսպես ասած, ներկայացնող շրջանակների մեկ հարցազրույցից հետո տասնյակ հարցազրույցներով փորձում են ձեզ պատասխանել, ինչու ձեզ։ Արդյոք այս ամենը քաղաքական մանիպուլյացիա է։ Ձեզ համար է դա լավ։ Թեմա է, էլի, գրեք, լուսաբանեք։ Պարոն Սարգսյան, ի սկզբանե դատապարտված չի այս գործընթացը, պարոն Սարգսյան։ Ի սկզբանե դատապարտված չի այդ գործընթացը, երբ 36 պատգամավորներ չկան, առնվազն 50 Բայց 36-ը ինչ կապ ունի։ Ինչպես եք պատկերացնում, պարզ մաթեմատիկական հաշվարկ է։ Գիտեք ես ինչից եմ զարմանում, էլի, որ լրագրողը, որ այդ թեմայով հետաքրվում է, ինչի հետևում տարբեր մարդկանց բացատրությունների։ Եթե օրինակ դուք երեք լսած ելնեիք Հայկի Մամիջանյան, այդ հարցը չէիք տա, 36-ը ինչ կապ ունի, մեզ 54 է պետք, 36 չի պետք։ 36 նախնական գործընթացը սկսել։ Ոչ, գործընթացը արդեն սկսված է, վաղուց սկսված է։ 36 պատգամավոր դրել է իր ստորագրությունը, պարոն Սարգսյան։ Լսեք, ես ձեզ ասում եմ, գնացեք թեման ուսումնասիրեք։ Ես ուսումնասիրել եմ, Դուք չեք ուսումնասիրել, որովհետև գործընթացը սկսվում է, երբ ազգային ժողովի մեկ պատգամավոր առաջադրում է վարչապետի թեկնածու։ Գործընթացը այդ ժամանակ է սկսում, 36-ը Բայց նիստերի դահլիճ բերելու համար 36 մարդու ստորագրություն է, պարոն նախագահ։ Ասեցինք, որ լիստերի դահլիճ բերելու ենք, երբ ունենանք 54, 36-ը կապ չունի, վատ թիվ եք ասում 36-ը։ Իսկ փողոցային պայքարը երբ եք նախատեսում մեկնարկել։